Անկարայի մոտակայքում կործանվել է Լիբիայի բանակի բարձրաստիճան զինվորականներին տեղափոխող ինքնաթիռը։ Զինված ուժերի շտաբի պետը Մոհամեդ Ալի Ալ-Հադդադին, Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, շտաբի պետի խորհրդականը, գրասենյակի լուսանկարիչն ու ինքնաթիռի անձնակազմի 3 անդամները մահացել են։ Զինվորական պատվիրակությունն Անկարայում էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հրավերով։ Լիբիայի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը խթանելու բանակցությունների համար Ալ-Հադդադը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Դիվերսիայի վարկածը թուրք պաշտոնյաները բացառել են։ Նրանք պնդում են, թե նախնական հետաքննությամբ վթարի պատճառը տեխնիկական խափանումն է եղել։ Ինքնաթիռի կործանումից առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռը Անկարայի Էսենբողա օդանավակայանից Տրիպոլի ուղևորվելուց 42 րոպե անց անսպասելի անհետացել է ռադարների էկրաններից։ Ավելի ուշ Ալի Երլիքայան X-ում տեղեկացրել է, որ ինքնաթիռի բեկորները Հայմանա շրջանում են հայտնաբերվել։ Նա հավելել է, որ նախքան կապի կորուստը ինքնաթիռի անձնակազմը խնդրել է այդ շրջանում արտակարգ վայրէջք կատարել։ Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է Հայմանայի երկնքում պայթում ինքնաթիռը։ Ողբերգական վթարը ցնցել է Լիբիան։ Մահացած 3 գեներալները նշանակալի դեր են ունեցել Քադաֆիի մահից հետո բաժանված բանակը միավորելու գործում։ Լիբիայի վարչապետի խոսքով, սա վերջին տարիների ամենածանր կորուստն է։ Լիբիայում երրորդյա ազգային սուգ է հայտարարվել։ Այս ծանր վիշտը մեծ կորուստ է հայրենիքի, ռազմական հաստատության և ժողովրդի բոլոր որդիների համար։ Կորցրել ենք մարդկանց, որոնք ծառայել են իրենց երկրին անկեղծությամբ և նվիրվածությամբ։ Նրանք կարգապահության, պատասխանատվության և ազգային նվիրվածության օրինակ էին։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հետաքննության համար Լիբիան խումբ կուղարկի Թուրքիա։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։